Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մի հարուստ մարդ, որը իր տղային ուզում էր դաստիարակել այնպես, ինչպես ինքն է եւ պատրաստ էր ապագա մեծահարուստի կյանքի, իր տղային հետը շատ հաճախ վերցնում էր ճանապարհորդությունների իր բիզնես գործերով եւ ամեն անգամ նրանք կանգնում էին թանկարժեք հյուրանոցներում, պատվիրում էին թանկարժեք ուտելիքներ, շատ մեծամտորեն եւ հեգնանքով էր վերաբերվում սպասարկող անձնակազմին եւ սովորացնում էր որդուն, ասում էր, որ մենք հարուստ մարդիկ ենք եւ մենք պետք է պահանջենք լավագույնը մեզ համար եւ լավագույնը մեր նկատմամբ։ Հիշիր որդիս, գոյություն ունի ինչ-որ մի ձողանիշ, որից ցածր դու իրավունք չունես իջնես, քեզ բոլորը պետք է ծառայեն, իսկ մենք պետք է վայելենք այն բարիքները, որոնք ունենք մեր հայացողության տակ։ Հերթական անգամ, երբ որ գնում են ճանապարհորդության, մի այլանդակ փոթորիկ է բարձրանում, sense ծառերը պոկում է, բանան, նրանք է ճանապարհի վրա են մնացել, ստիպված են դուրս գալ մեքենայից, որովհետև մեքենան շուռ է տվել, թե ծառը անգել այդ մեքենայի վրա, մի խոսքով ոտքով հազիվ դուրս են գալիս եւ ինչ որ մի հատ խրճիթ են տեսնում, դուռը ծեծում են, մի հատ աղքատ մարդ է բացում, աղքատ ընտանիք է այնտեղ ապրում, բավականին տենց ոչ իրանց սովոր մակարդակի ապրելակերպով եւ հայրը խնդրում ասում է մենք կարող ենք այսօր գիշերել ձեզ մոտ, քանի որ մեքենան մնացել է ճանապարհին, չեն կարող շարունակել մինչեւ առավոտյան այդ փրկարարները գան եւ օգնեն մեզ այդ մեքենան հանենք ծառի տակից։ Տղան տեսնում է, որ այդ sense կիսաքանդ բնակարանը, բավականին աղքատ ուտելիքը, չգիտեմ, sense ճաքած սպասքով բանով, բայց հայրը մեծ հաճույքով նստում ուտում է այդ մարդուն շնորհակալություն ասում է, փողը տալիս է, մի խոսքով որդին ասում է, պապ ասում է, բայց ոնց դու ինձ աղքանք սովորացրել ես, որ իմը պետքա լինի լավագույնը եւ ինչ որ մի նշաձողից ցածր ես չպետք է իջնեմ, ոնց դա ինձ կբացատրես, ինչ է կատարվում։ Հայրը նայում է որդուն, ասում է, որդիս, փոթորիկի ժամանակ ցանկացած հանգրվանն է բարի։ Հիմա Հայաստանը գտնվում է այդ փոթորիկի ժամանակաշրջանում, այսինքն երբ որ կար Հայաստանը, որը ուներ բանակ, որը ուներ անվտանգ սահմաններ, որը ծնկի եկած չէր շրջապատող թշնամիների առջև, մենք ունեինք հնարավորություն ընտրել լավագույնին, պահանջել վերաբերմունք, հեգնել մյուսներին եւ սпасել այդ մեր սրտի վարչապետին։ Հիմա Հայաստանը գտնվում է այդ փոթորիկի մեջ եւ հիմա ցանկացած հանգրվան, որը մեզ կհանի այս փոթորիկի մեջ, Հայաստանի համար բարիք է։ Եվ փորձել պիտակավորել, նվաստացնել, արժեզրկել մարդկանց, որոնք փորձում են անգամ իրենց ազատության հաշվին փրկել երկիրը այս վարչախմբից, որը փոթորիկ է բերել մեր գլխին, այդքան էլ ճիշտ չի, որովհետև հիշեք, փոթորիկի ժամանակ ցանկացած հանգրվանն է բարիք։ Մնաք բարով։